Ես Լեոնիդ Սահակյանն եմ, իմ կինը դարձել է տրաֆիկինգի զոհ Հայաստանում, ինչի մասին ես արդեն շատ տեղերում խոսացել եմ, ինչ ես այս հարցը բարձրացրել եմ և պայքարում եմ այս ամեն ինչի դեմ, անգամ երեխայիս հետ հեռախոսով չեմ կարողանում խոսել և ուժային կառույցները առհասարակ ոչինչ չեն անում, դիմել եմ բոլոր ուժային կառույցներին, ասում են ապացույցներ չունեք, ուրեմն ոչ բան չկա, ձեր կինը հերքում է։ Այս կինս ահաբեկված է, ես 100-ից ավելի փաստարկներ եմ բերել և պահանջում եմ, որ հետաքննություն իրականացվի, քրեական վարույթ նախաձեռնվի և հետաքննություն անցկացվի։ Իսկ պատգամավորներից կոնկրետ պահանջում եմ խումբ կազմել, թեկուզ լրագրողների մասնակցությամբ 1 կամ 2 պատգամավոր, նաև լրագրող գնանք կնոջս երեխայի մոտ և մեզ ուղղորդեն, որ մենք կարողանանք դուրս գալ երկրից դուրս։ Ես ոչ բնակարան եմ ուզում, ոչ գումարները, ոչ ավտոմեքենան, ոչ մի բան չեմ ուզում, ոչ ես մարդկանց պատիժն եմ ուզում։ Իմ միակ պահանջը, որ հնարավորություն ստեղծեն, մենք լքենք երկիրը, քանի որ իմ կինը շարունակում է ենթարկվել բռնության և իրավապահ մարմինները ոչինչ չեն անում։ Իմ միակ պահանջը պատգամավորներից դա է լինելու, իսկ հիմա պահանջում եմ հանդիպում և այս հարցի քննարկում։ Ես համոզված եմ, որ կինս լինի ապահովության մեջ, այսինքն նրա անվտանգությունը ինչ որ առումով երաշխավորված լինի, նա համ կխոսի կամ կհամաձայնվի երկիրը լքել։ Իսկ դուք խոսել եք ձեր կնոջ հետ։ Ես չեմ կարողանում նրա հետ առհասարակ խոսալ։ Ինչ ես թեման բարձրացրել եմ հացադուլին նոյեմբերին, անցած տարվա նոյեմբերին հացադուլի ժամանակ սկսեցի հրապարակայինորեն այս ամեն ինչի մասին խոսել, առհասարակ կապը նրա հետ կորել է։ Այսօր դատական նիստ կա երեխայի հետ կապված, մի 5 րոպեով տեսել եմ, բայց նա ահաբեկված է և ուղղակի չի խոսում։ Դրա հետ եք այսինքն կապում։ Ինչպես։ Դրա հետ եք այսինքն կապում։ Այո, ես համոզված եմ, որ նա ուղղակի հանցավոր խմբի ազդեցության տակ է, ինչի մասին ինձ բազմիցս ասել է, որ ես չեմ խոսելու, քանի որ երեխայի և իմ անվտանգությունը սպառնում են ուղիղ կերպով։ Իսկ ինչ հանցավոր խմբի մասին է։ Մեծ հանցավոր խումբ է ձևավորվել, նաև ոնց հասկանամ իշխանությունից մարդիկ կան, խորը կասկածներ ունեմ, որ իշխանությունից մարդիկ կան խառնված կամ առնվազն կոծկում են, նաև մեր օլիգարխներից, որոնց անունները ձեր իսկ եթերում արդեն նշել եմ, նաև իմ Լեոնիդ Սահակյան YouTube-յան էջում 3 ժամանոց վիդեո եմ հրապարակել, որտեղ բոլոր իմ կասկածները բարձրաձայնել եմ և մոտ 50 հոգու անուն եմ նշել, որոնք հավանականորեն խառնված են այս հանցագործության մեջ։ Հնարավոր է որոշների մասին սխալվում եմ, ես չեմ պնդում, որ այդ մարդիկ բոլորը ներգրաված են, բայց մեծ հավանականություն կա, որ այդ մարդկանցից շատերը 99%-ով համոզված են, որ ներգրաված են այս հանցագործության մեջ։ Ինչքան ժամանակ եք պատրաստվում իրականացնել նստացույց։ Ինձ թվում է իմ հաջորդ քայլը կլինի հացադուլը, եթե տեսնեմ նստացույցից ինչ որ արդյունք չի տալիս։ Պրոստը անցյալ անգամ հացադուլ արեցի, 9 օր հաց չկերա, ես բավական հյուծեցի ու առհասարակ ոչ մեկ ուշադրություն չտվեց։ Հիմա պատմում եմ ինձ քիչ վնասվելով, չգիտեմ, այս կերպ պայքարել, եթե տեսնեմ, որ արդյունավետ չի, հնարավոր է անցնեմ հացադուլի, չգիտեմ, դեռ չեմ որոշել կոնկրետ ինչքան ժամանակ եմ գալու այստեղ, երեկոյան գնում եմ տուն, իրականում, որտեղ ինձ փորձում եմ մաքսիմալ քիչ վնասել, բայց բարձրաձայնել։ Դեռ չեմ կարող ասել, ինձ թվում է մի շաբաթվա կեսերին, եթե չլինի ինչ-որ արդյունք, երևի մի քանի օր հացադուլ կանեմ, բայց կարծում եմ ոչ երկարատև զուտ ուշադրությունը գրավելու համար։